Ողջույն սիրելի բարեկամներ, ես ուզում եմ հիշել քո դեմքը, պատմություն, որը ոչ միայն հուզիչ է, այլ նաև մտորելու առիթ է տալիս։ Հնդիկ մուլտիմիլիարդատեր Ռաթան Թաթային հեռախոսային հարցազրույցի ժամանակ ռադիոհաղորդավարը հարցրեց. «Սր, երբ եք դուք առավել երջանիկ եղել ձեր կյանքում»։ Ռաթան Թաթան այսպես պատասխանեց. «Ես իմ կյանքում անցել եմ երջանկության 4 փուլ և վերջապես հասկացել եմ իսկական երջանկության իմաստը։ Առաջին փուլում դա ռեսուրսների և հարստության կուտակումն էր, բայց այդ պահին ես չստացա այն երջանկությունը, որն իրոք ուզում էի։ Դրան հաջորդեց երկրորդ փուլը՝ թանկարժեք քարերի և իրերի կուտակումը, բայց ես հասկացա, որ դա նույնպես ժամանակավոր է։ Թանկարժեք քարերի փայլը երկար չի տևում։ Հետո եկավ երրորդ մեծ նախագծերի փուլը։ Ինձ էր պատկանում Հնդկաստանի և Աֆրիկայի պահուստային նավթի 95%-ը, ես նաև Հնդկաստանի և Ասիայի ամենախոշոր մետաղաձուլական գործարանի սեփականատերն էի, բայց այստեղ նույնպես ես չհասա այն երջանկությանը, որը որ ես էի պատկերացնում։ Չորրորդ փուլն այն էր, երբ իմ ընկեր ինձ խնդրեց հաշմանդամ երեխաների համար սայլակներ գնել, մոտավորապես 200 երեխայի համար։ Ընկերս խնդրեց, որ ես գնամ իր հետ, ես սայլակները անձամբ նվիրեմ երեխաներին։ Պատրաստվեցի և մեկնեցի։ Այնտեղ ես իմ ձեռքով սայլակները նվիրեցի հաշմանդամ երեխաներին։ Ես տեսա երջանկության տարօրինակ լուսարձակումը այդ երեխաների աչքերում։ Ես տեսա, թե ինչպես էին նրանք նստում սայլակներին, շարժվում և խաղում։ Կարծես նրանք մասնակցում էին մի մեծ խրախճանքի, որտեղ բաժանում էին իրենց շահած պարգևները։ Չեք պատկերացնի, թե ես ներքուստ ինչ երջանիկ էի ինձ զգում։ Երբ ես որոշեցի հեռանալ, երեխաներից մեկը բռնեց իմ ոտքերից։ Ես փորձեցի դանդաղ ազատել ոտքերս, բայց փոքրիկը նայեց իմ դեմքին ու ավելի ուժգիր սեղմեց ոտքերս։ Ես խոնարհվեցի դեպի նա և հարցրեցի. «Քեզ էլի ինչ-որ բան է հարկավոր»։ Այդ երեխայի պատասխանը ինձ ոչ միայն ցնցեց, այլ ամբողջովին փոխեց իմ հայացքը կյանքի նկատմամբ։ Այդ փոքրիկն ինձ ասաց. «Քեռի, ես ուզում եմ հիշել քո դեմքը, որպեսզի երբ քեզ տեսնեմ երկնքում, կարողանամ ճանաչել ու կրկին հայտնել իմ շնորհակալությունը»։ Հավելեմ, որ Ռաթան Թաթան իր մահկանացուն կնքեց 2024 թվականի հոկտեմբերի 9-ին։ Սիրելիներս, ձեզ հետ էր Մանուշակ Շիրինյանը, կհանդիպենք, լավ մնացեք։